Եկանք հասանք իգնորին, ուրեմն եփ են օգտագործում, ինչ է իրանից ներկայացնում ու իր ձևի, եթե լսել եք իհարկե, սխալ ձևեր կան իգնորի։ Եթե միջև այս վիդեոն բացել է ինտերնետում էլի, ման ես եկել, փնտրել ես ինչ-որ գրառումներ կամ վիդեո բան, շատ հնարավոր է ինչ-որ իրականությունից հեռու փաստեր կարդաս, խոսքի մի մտածի, աղջկան մտածելու ժամանակ տուր, չգիտեմ, մի քիչ ժամանակ 2 օր 3 օր, հետ էլ իրանց ցույց տված իգնոր էլի, մի 2-3 օր մի անհանգստացրի, մի գրի դես ու դեն, հետո ծաղիկներով գնա իրանց դուռը, տենց կբարեշեք, սուտ է։ Իրանց ներկայացրած իգնորը իրականության հետ вообще կապ չունի։ 2 օրում իգնոր գոյություն չունի։ Դա չի էլ նշանակում ընդհանրապես իգնոր։ Հեսա բացատրեմ ինչի հետ իգնոր չի նշանակում։ Բայց դրանից առաջ բեր մի հատ հենց իգնորից խոսանք։ Դա շատ ուժեղ ինստրումենտ է, ամեն մեկ չի կարող օգտագործի էդի։ Ու էդի օգտագործելուց ճիշտ պետք է օգտագործես։ Նախ առաջինը, իգնորը ճիշտ ժամանակին պետք է սկսես։ Խոսքի օրինակ, որոշել ես իգնորը օգտագործես իրան հետ բերելու համար։ Նախ առաջինը պետք է ճիշտ ձևով իգնոր մտնես։ Ուրեմն ինչ է նշանակում էդի։ Իգնոր մտնելու ամենաճիշտ ձևը իրան մեղավոր հանելով իգնոր մտնելն է։ Օրինակ դու արդեն ճոգել ես, որ սաղ տանում է դեպի բաժանում է տանում, արդեն գիտես, որ այդ կոմա գնում, հեսա բաժանվելու է գուր որը, ինքը խոսքի բերնից թրցրավ, բա շոկ բաժանվեմ քեզնից, այդ իրա հասածը հերիք հա, որ ինքը մեղավոր եղնի։ Խոսքի օրինակ ինքը ասում է սառել եմ, դե եթե սառել ես, էլ ինչ պետք է անենք հարաբերությունների մեջ, ոչ եմ համոզելու, որ դու տաքանաս, որ դու սառել ես, դա քու պրոբլեմն է։ Դա օբշե եմ ասում, որ դու իմանաս, որ դա իր պրոբլեմն է, ոչ թե քու։ Դու պարտավոր չես գնաս իրան համոզես, ասես, բա ինչ անեմ, խաթրովդ գնամ, ու տենց ինչ-որ բաներ։ Դու պարտավոր չես դա անես, դա իր պրոբլեմն է։ Բայց դու չես էլ ասում իրան այդքան բանը։ Այդ պահին վերցնում ես ու հենց իր այդ խոսքից իրան ոչ մի պատասխան չես էլ տալիս, սկսում ես իգնորել։ Կարա ուրեմն ժամկետներ կան իգնորում։ Կարող է ինքը խոսքի կես ժամ հետո հեռնի, կարող է 6 ամիս հետո։ Չես կարող ասես, բայց իգնորը ամենավերջի մոմենտին եք օգտագործում, որպես ամենավերջի մեթոդ, այն որ ոչինչ չի աշխատում, հենց էդի է մնացել, որ էդի են, որ 99% աշխատող է։ Հիշում ենք ուրեմն, օգտագործում ենք մենակ ամենավերջի րոպեին, որ բեզվի խդնի սիտուացիա է, էդի ես օգտագործում, մենակ այդ վաղտ ես օգտագործում։ Անընդհատ պետք չի սաղորը խոսքի նեղանալու հետ էլ մի խառնեք էլի, հեսա կբացատրեմ։ Նեղանալը ուրիշ է, իգնորը ուրիշ է։ Ուրեմն խոսած, դուրդ չեկավ, ասեց սառել եմ, ասեց բաժանվել եմ ուզում, հենց նույն րոպեին ասում ես լավ, բաժանվել ես ուզում, բաժանվում ենք, առանց երկարացնելու։ Ինչ կգրի, ինչ որ կանի, ինչ չի անի, էլի պատասխան չպետք է ստանա ինքը դրան։ Ոչ մի ձևով։ Հիմա քեզ իմ իգնորի մեխանիզմը ասեմ։ Ինքը պատասխան չի ստանում ու այդ պահին մի քանի ստադիա ունի իգնորը էլի։ Այդ պահին ինքը մտածում է, հա դե հիմի նեղացել է, միջև այդ խոդու բարիշելու գնացել ես։ Ինքը մտածում է, նեղացել է հիմի, հեսա մի քիչ սպասեմ իր ոտով կգա։ Ժամանակը անցնում դու չկաս։ Ինքը արդեն խառնվում է իրար։ Կարա մանիպուլյացիա մեկ է պրովոկացիա կանեն։ Դա դու պատրաստ եղի դրան։ Լիքը պրովոկացիա կարա եղնի, որ հունից հելնես խոսքի, եթե ջոգում է, որ հագին ժամանակա չկաս, չես գրում իրան, ոչինչ չես անում, ու եթե չի գրել ինքն էլ, այնքան է իրան պահում, որ չի գրում քեզ, կարա պրովոկացիա կանի կամ ինչ-որ մանիպուլյացիայի ձևեր անի, որ խոսքի օրինակ դու հունից հելնես, ջղայնանաս, ջղայնանալու հիմքի վրա գրես իրան։ Բայց իմացի երբ գրար, всё ամեն ինչ կամ թազուց է սկսում կամ խաչ քաշի այդ ամեն ինչի վրա։ Ուրեմն հիշում ես, որ ինչ ուզում է եղնի, ինչ տեսակի պրովոկացիա որ անում է, ոչ գրում ես, ոչ գնում ես մոտը, ոչ խոսում ես, ոչինչ։ Իգնորը աշխատում է այն վաղտ մենակ, երբ որ եղնում է տոտալ, այսինքն կարամ ասեմ դաժե իր նկարները չբացես չնայես։ Էդի իր պատճառը ունի, հիմա ես շատ չեմ խորանում, այն ահա խոսալու ենք սրանից, դրա համար լիքը պարզաբանումներ պետք է արվի, ձեր մոտ հարցերը լիքը կեղնի։ Առաջի ստադիան եղավ։ Մտածեց, որ ոնց գնացել ես տենց է հետ կգաս, կգրես, կխոսաս, էլի կգաս ծնգի, կգաս իրա դեմ։ Ժամանակը անցնում, տենում է այդքան բանը չկա, դու կորել ես вообще, ու դու պետք է կորես։
իր աշկից պետքա կորես, ոչ իրան մոտիկանաս, ոչ իրան տենաս, ոչ էլ ընենց անես, ձեր ճամփեքը չրաստվեք իրար։ Ամեն ինչ պետք է անես չտենակ իրար։ Տենց հայտի աշխատում։ Ինքը պետքա չտենա քեզ, ընդհանրապես ոչ մի նորություն չլսի դաժե։ Ուրեմն շատ ժամանակ ինչ ա եղնում։ Հետաքրքրություն այնքան կորած ա եղնում, որ խոսքի կարող է դաժե հենց այդ առաջի ստադիան էլ ու մնացած ստադիեքն էլ երկար ինտերվալներ ունենան, մեծ ինտերվալներ ունենան։ Այսինքն ամիսներով քաշի, որտեվ ինքը գզետա մի 3 շաբաթ, 4 շաբաթ, դաժե մի ամիս հետո նոր առաջի ստադիից կարող է երկրորդին անցնի։ Էդի ասում եմ այն դեպքում, որ դու սաղ ճիշտ ես անում։ Իր հետաքրքրության աստիճանից է կախված, մեկ էլ քու ճիշտ պահին իգնոր մտնելուց։ Ճիշտ պահին իգնոր կմտնես, ինքը իրան մեղավոր կզգա, որ մեղավորը զգաց ավելի շուտ է ինքը հետ գալու։ Հենց այդ է ասածս։ Այսինքն նա ինքը իրան մեղավորը զգաց, ինքը իր մեջ չի կարա պատճառ հնարի, որ խոսքի օրինակ դու ես մեղավոր։ Սկզբից կհնարի, բայց հետո այդ պատճառները կորելու են, ցնդելու են սենց, ինքը հիշելու է, որ խոսքի ինքը սենց բան ասեց ու փոշմանելու է։ Բայց իր փոշմանելը էդի հերիք չի էլի, որ խոսքի դու վերցնես ու ներես իրան, ասես լավ հետ արի, ընդունում եմ։ Տենց չի։ Առաջի ստադիան ալի ասացի, սպասում է որ դու գրես։ Երկրորդ ստադիան է գալիս, արդեն ջղայնանում է ինքը։ Ջղայնանում է ինչի, որտեվ չկաս, որտեվ դու կորել ես, ինքը կարող է մտածի դաժե ուրիշի հետ ես։ Էդի ինչքան ինքը շուտ մտածի, այդքան քեզից ձեռա տալի։ Բայց քեզ չեմ ասում մեկից դնես պրովոկացիան ես, որտեվ էդի հավատալու չի էլի, որ վեկալես խոսքի 2 շաբաթ հետո ինչ որ ծաղիկ մաղիկ ցույց տաս կամ ինչ որ աղջկա այդ խոսքի օրինակ fake նկար սարքես, գցես յանի ուրիշ աղջկա հետ ես լուչ է իհարկե, դու այն վիճակում էլ չես, որ խոսքի հիմա հելնես ուրիշ աղջկա հետ շփվես կամ բան սկսեք իրար հետ հարաբերություններ կազմել, բայց դա չի խանգարում իր ֆանտազին իհարկե։ Երկրորդ ֆազան եկավ, ջղայնանում է բան, ու սկսում է պրովոկացիա ինքը անել։ Խոսքին նայ։ Սկզբից մտածում էր, չէ, կգրես, մի չես գրել։ Ինքը ասում է, լավ, հեսա կտենանք ոնց կգրես դու։ Սկսում է պրովոկացիա անել, խոսքի ինքը կարա ծաղիկներ գցի իստորիա, որ դու մտածես, ինչ որ մեկն ա տվե, ինչ որ կարող է սարքած նկար գցի կամ ինչ որ բան։ Լիքը բաներ կարա անի։ Կարա խոսքի քեզի վեկալի գրի, բայց խոսքի քեզի ասի, ես ինչ մանկապարտեզ է, բան գրի խոսանք յանի։ Դու կմտածես, հա, խոսքի լոգիկային մոտիկա գրեմ, բայց դա սխալ կեղնի։ Ասեմ ինչի, այդ պահին խոսքի, որ դու շուտ պատասխանում ես, համարի, որ սաղ նորից է սկսում, որտև ինքը այն որ մտածում էր կորել ես, ինչ ես անում, տենասուր ես, խո կարող է ամեն ինչ լավ ակու մոտ խոսքի, ես այտենց քեզ լավ ցավացրամ, էլի, դու չպետք է լավ եղնեիր, ես սպասում էի, որ դու վատ պետք է եղնես, ինքը հետ էր սպասում, պաֆակտո ինքը հետի է սպասում, ու ինքը հիմի գրում է քեզի իմանա, դու ինչ վիճակում ես, ինքը դրա համար է քեզի գրում, ոչ թե խոսքի ինքը քեզին հենց ուշքահան է եղնում, ինքը ընդամենը հետաքրքիր է իրան, ոնց ես, խո լավ չես, այդ է իր միտքը, լավ թեմայից շեղվեցի մի քիչ, երկրորդ ֆազան էր, պրովոկացիա, շատ ժոստի պրովոկացիա կարանի, դու ինչ ուզում ես արա, մենակ այդ պրովոկացիային չպետք է ոչ մի ձևով ինչ որ ռեակցիա տաս, ռեակցիա տվար, իմացի, всё, կրվել ես, իմեննա կրվել ես։ Երրորդ ֆազան գալիս է ինքը արդեն փոշմանում է, ջոգում է, որ ոչ մի պրովոկացիա չաշխատավ, այ իմեննա, ասես ոչ մի բան չի աշխատել, վրա դու քո գործերով ես զբաղվում, խոսք գնում ես, պարապում ես քո համար, չգիտեմ, գիրք ես կարդում, ինչ որ քո գործերով ես էլի, խոսքի իրան մոռացել ես, ինքն է այդպես մտածում, որ դու մոռացել ես, որ իսկականից մոռացած եղնես ավելի լավ։ Ուրեմն փոշմանում է, բայց այդ փոշմանելը քիչ է։ Այդ պահին, եթե միջև այդ գրած չի եղնում, խոսքի պրովոկացիա անպայման չի ինքը գրի քեզ ինչ որ խոսքեր ասի քեզի մեղավոր ուզենա հանած եղնի, անպայման չի գրի պրովոկացիա լիքը տարբեր ձևերով ա եղնում, ինքը կարա ընդամենը իմանա մոտիկներից խոսքի աղջկեքի մոտ ինչ որ բան խոսա, որ գիտեն քո այդ մոտիկա, որ գա քեզի ասի կամ ինչ որ մեկի միջոց մոտ ինչ որ մի բան ցույց տա։ Սնենց դեպքեր ա եղել, որ աղջկեքով մտածված խոսքի օրինակ Telegram-ով կամ WhatsApp-ով ինչ որ անունը փոխել են, այն մի կողմից աղջիկն է գրել, էս մի կողմից էս ով որ ինչ որ մեկի հետ սիրած ա եղել, վերջը հասկացար էլի, կողքից որ տեսնող եղնի, գնա այդ տղուն ասի։ Այդպես դեպք էլ կարա եղնի, կարա խոսալու մոմենտ եղնի, խոսքի ջոգեն
կողքը մարդ կա, որ տղու հետ մոտիկա, մոտը խոսան այնց բաներ, որ գիտեն պետք է հասցնի այդ տղուն։ Վերջը լիքը պրովոկացիայի մեթոդներ կան, իրանք բիոլոգիան է իրանց տվել էտի, պատրաստ եղնես, որ այդ պրովոկացիա եղնելու է։ Դրանից հետո գալիս է այդ, որ նոր որ ասացի, փոշմանելու մոմենտը, փոշմանելու մոմենտն էլ էլի սենց ասեմ, ինքը կարա խոսքի լացելու սմայլիկներով քեզ գրի, զանգի, ինչ-որ տենց շարունակ տենց ինչ-որ բաներ անի, բայց մեկից չպետք է անես։ Օրերից մի օր կարող ասենց առաջի անգամ գրի, բա բարև ոնց ես։ Դրան իհարկե չես պատասխանում, բա կարոտել եմ բան դեսուդեն, քեզ հետաքրքրում է կարոտելա թե չէ։ Եթե ինքը իր բերնով խոսքի ասում է, այ սառել եմ։ Այսինքն դու պատասխանես ու լյուբոյ մոմենտ ինքը կարա խոսքի, էլի սառի, էտա նշանակում։ Չէ, ինքը պետքա 1000 անգամ փոշմանի։ Էդի ինքը չի փոշմանի, էդ ինքը համենը հանձնվել է, որ խոսքի հա լավ, վсё, արդեն գրում եմ։ Ինչ ուզում է եղնի։ Ու սպասում է որ պատասխանելուց, բայց հենց այդ մոմենտին է սկսում քո իգնորոտ։ Այն որ մի քիչ առաջ ասում էի, իգնորը այն վաղ չի սկսում, երբ որ դու խոսքի մտածում ես, վсё, չեմ գրելու իրան։ Իգնորը այն վաղ է սկսում, երբ որ ինքը պինգ է անում։ Պինգ բառն է սովորեք, պինգը խոսքի հենց այն պրովոկացիային ենք պինգ ասելու ու իր գրելուն ենք պինգ ասում։ Իր գրելը կամ զանգելը դա մեծ պինգեր են։ Ուրեմն պինգ արեց գրեց, նեյտրալը սկզբից գրելու, բա դեսուդեն ինչ որ բան կարող է հարցնի։ Կարող է հարցնի, բա sense ինչ որ բանը չես հիշում, դու իհարկե չես պատասխանելու դրան, դու կարաս չբացես այն համակը։ Հետո ինչ է գրում, բա չի ուզում ամեն ինչ sense եղներ, ու տենց շարունակ, չեմ խորանում։ Դες բաներ է գրելու։ Հետո արդեն խոսքի տենում է որ չես պատասխանում, բալավ ես քեզ հասկացա, վсё էլի սաղ կյանք քեզ չեմ գրելու։ Ինչքան ինքը տենց կասի, սաղ կյանք չեմ գրելու, իմացի հաստատ գրելու է։ 100%-անոց բան եմ ասում, ինչքան ինքը կասի քեզի, վсё վերջի անգամ եմ գրում, վերջին համակը սա էսա այնա, սուտ է այդպես բաներ չհավատաս, էդի վերջինը չի, էդի նոր է սկսում ամեն ինչ։ Դու տենց մտածի, որտեվ իր գրելը էդի այնքան լիքը բաների մեջով անց է, որ հասել է այն ստադիին, որ ինքը գրում է քեզ։ Հիմա ինչ ես անում։ Չես պատասխանում, կատեգորիչեսկի ոչ մի ձևով պատասխան, որ չբացես էլ ավելի լավ։ Ինքը թող պաժարան գնի իր մեջից, որ խոսքի ինքը գրում է ու չես պատասխանում։ Ինչքան ինքը գրում է ու դու այդքան չես պատասխանում, ավելի շատ է պաժարան գնում ու ավելի շատ է ուզում գրի, որտեվ ռուսները ասում են նիզավերշոննի գեշտալտ, այսինքն կիսատա մնացե հետ այդ հարաբերությունները իր կիսատա մնացե, որ դու իրան մեղավոր հանար, ինքը իր ուզած ձևով չբաժանվավ քեզնից, իր ուզած ձևով չգնաց այդ ամեն ինչը։ Դու կազմակերպար անենց որ ինքը մեղավոր դու զգա։ Սենց ասեմ, ուրեմն գրեց չպատասխանար, հետո կարող է մի քիչ ժամանակով կորի, դրան էլ պատրաստ եղնես ու դու չմտածես խոսքի, այ գրեց հազիվ այսքան ժամանակ անցել էր, ինքը գրավ, ես չպատասխանամ, վсё կկորի, գնա, ես իմ շանսը կորցրել եմ, դու քո շանսը չես կորցրել։ Ինքը կարա 2 շաբաթով, 3 շաբաթով այդ մոմենտին զատիշա գնա։ Կորում է, ինքը ասում է խոսքի, լավ, հիմա գրեցի, թող մտածի, որ ինչ կորցրավ, նա ես գրում էի, հիմա չեմ գրում էլ։ Թող մտածի, որ շանսը կորցրել է։ Բայց դա երկար ժամանակ կա, պրավիլա չի քաշում, հետո էլի գրում է։ Հետո գրում է ու ավելի մեծ իմպուլսով է գրում, կարող է խոսքի չգրի ու մեկից սենց լացելու սմայլերով գրի, ու լացելու գալասավոյներով ուղարկի։ Տենց դեպքեր շատ ա եղել, խոսքի ես պրակտիկից էլ ասեմ, կարող է գան չոքեն դեմդ դաժե, դու հիմի չես հավատում դրան, բայց իգնորը տենց շատ ուժեղ բան է։ Եթե պիկին հասցրար դու, ճիշտ արար իգնորը շատ քու ուզածով կեղնի, քու օրենքներով ամեն ինչը քու ձևով կվերջանա այդ իգնորը։ Կարևորը իգնորի ընթացքում ձեռnet ծալած չես նստում, մի քանի բան ասեմ էլի հիմա, ձեռnet ծալած չես նստում, քու գործերիդ նայի, ինքը պալուբոմու գալու է հետ, չդնես դու սաղորը իր սայտերին հետևես, իստորիա քչես նայում, սայտերին չես հետևում, ոչ մի ձևով, ես չեմ ասում բլոկ գցես իրան, բայց լուչը իրար ֆոլով չեղնեք, ինքը ջնջած կերնես կարևսի ու 2 օր հետո, ձեր բաժանումից 2 օր հետո ինքը ջնջելու է, էդի էլ, եթե թողեց, ուրեմն մտածված է թողելու, որ անես բաներ անի, որ այդ ազդի պրովոկացիայի համար է թողել լուչը, դու ջնջի, եթե պետք է, չի ջնջել, դու ջնջի, դու չես հետևում, որտեվ դու ամեն հետևելդ քեզի էմոցիա է տալու, դու հիշելու ես իրան, դու հիշելու ես այն ինչ որ եղել է ձեր մեջ, էդի էլ քեզ պետք չի հենց հիմի, քեզի պետք է մաքսիմալնի հելնես
այդ ամեն ինչի մեջից ու կողքից նայես, որտեղ ոչ առաջինն է, ոչ վերջինը, ասում եմ քեզի 1000 հատ պատմությունա ձեռիս տակով անցել, ես ինքս քանի տարի արդեն փորձ ունեմ դրա։ Ու անենցա խոսքի 16 տարեկանից անենց եմ արել, անենց բաներ եմ ինքս դաժե հնարել, անենց մեթոդներ, շատը ճիշտ է, իմս չի, ես էլ եմ սովորել, բայց ինֆորմացիա չկար այն վաղ, ստեղից ընդեղից, ինչ-որ արխիվներից, ինչ-որ տարբեր տեղերից ինֆորմացիան գտել եմ։ Այսօր ահագին խոսացի, ուրեմն շատ ուժեղ ինստրումենտ է իգնորում, հետի տվել եմ քեզ։ Եթե ինչ-որ տեղ կդժվարանաս, անպայման ինչ-որ հարցեր թեկուզ թե ունենաս, կոմենտներում գրի, իրար հետ կկապնվենք, խոսանք, եթե ինչ-որ հարցեր ունենաս, պրոբլեմ չի, ինչով կկարողանամ կօգնեմ։ Բայց ուրեմն, եթե նայել ես առաջի վիդեոներս հասկանալի է, որ քիչ եմ դիտումներ հավաքում, քիչ պրասմոտր կա բան, վաղը մյուս օր այս ինֆորմացիան նենց ինֆորմացիա ոչ միտեղ չկա հայկական YouTube-ում, պալբոմը ժողովուրդ կհավաքվեն, կջոգեն, որ խելքը գլխին խոսքերը, նստենք սպասենք այդ ժողովրդի հավաքվելուն, ինչ ասեմ։ Հիմա 10 պրասմոտր, 2 պրասմոտր, 0 կարող է եղնի, այս մեկը։ Բայց դե ինչ անենք, տենց է, կյանքի օրենքն է տենց է, կամաց ամեն ինչ հավաքում, վաղը մյուս օր վիդեոյով կեղնի, որ ընձիկը տենակ բան, կարող է ստրիմեր ինչ-որ անեմ, հարցեր տակ, պատասխանեմ, վերջը կամաց ամեն ինչ էլ կեղնի։ Եկեք, նայեք, խոսքի օրինակ, follow տվեք, նոր վիդեոներն էլ, որ հանդիպեն ձեզ ավելի շուշուտ, ավելի ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը ու անտեղի ձեր ներվերը չքայքայեք աղջիկների վրա, հաջողություն։